Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք զրուցելու եւ խոսանալու, որպեսզի զրուցենք թատրոնի, հատկապես արվեստի մասին, իսկ դա իրականության արտացոլումն է, համենայն դեպս ցույց է տալիս եւ ուսուցանում է այն, ինչ տեղի ունենում մեր շուրջ։ Հատկապես Շեքսպիր, որը որ բոլոր ժամանակներում միշտ ակտուալ է, իսկ փետրվարի 27-ին Կոստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում սպասված առաջնախաղ է Համլետ Կոլապս, ժամանակակից դրամատուրգիական մեկնաբանությամբ։ Այս ներկայացումը փորձ է բացահայտելու մեր օրերի քայքայվող իրականության եւ հոգեբանական սոցիալական ճեղքերը։ Շեքսպիրյան դասական ողբերգությունը միանգամայն նոր մեկնաբանության եւ յուրահատուկ բեմադրության մասին այս պահին զրույցներ կծավալենք։ Իսկ ես սիրով ներկայացնեմ մեր հյուրերին, տաղավարում են Կոստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, բարի առավոտ, պարոն Շահվերդյան։ Եվ ճգնաղ դերասանուհի Ելենա Վարդանյանը, բարի լույս Ելենա։ Սիրված դերասան Էրվին Ամիրյան, բարի լույս։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար, շնորհակալ ենք, որ օրը այս զբաղված, գերլարված օրերին սկսում եք մեզ հետ։ Վստահ ենք, որ ինչքան մոտենում է առաջնախաղի օրը, այնքան ապրումներն ավելի խտանում են նաև փորձերը երևի թե։ Բայց սկսենք գործի ընտրությունից։ Դասական, սիրված, ողբերգություն, Համլետ, ժամանակակից մոտեցում, ինչու հենց այս ստեղծագործությունը ընտրեցիք։ Շնորհակալություն հարցի համար, ես կարծում եմ չկա մի ռեժիսոր, ով ցանկություն չունի անդրադառնալ Համլետին, որովհետև ես կարծում եմ, որ հանճարեղ ստեղծագործություն է եւ ես անդրադառնում եմ երկրորդ անգամ, առաջի անգամ անդրադարձել եմ իմ կուրսի հետ, դա եղել է դիպլոմային աշխատանք, նա բոլորովին այլ Համլետ էր, իսկ այսօր այլ Համլետ է, այն ինչ մենք բեմադրում ենք մեր թատրոնում։ Սա բուն Շեքսպիրի պիեսը չէ, այլ այդ պիեսի ինտերպրետացիան է, ինչու Համլետ Կոլապս, որովհետև իսկապես մենք Շեքսպիրից շատ հեռացել ենք եւ կարծում եմ Շեքսպիրը մեզ կների։ Մենք դարձել ենք արդիական, ներկայացման մեջ շոշափվում են այնպիսի թեմաներ, որոնք այսօր մեր կողքն են, աշխարհում են եւ միշտ են եղել, բայց այսօր հատկապես շատ սուր են թեմաներ, նույնիսկ էկոլոգիայի մասին, պատերազմների մասին, որոնք այսօր տեղի են ունենում եւ այսպես մեծ գերտերությունների ղեկավարների մասին։ Իհարկե դա շատ ուղիղ չէ անդրադարձը, բայց եթե ընդհանուր վերցնենք, մենք ամեն ինչի մասին խոսում ենք եւ իմ խորին համոզմամբ այսօր թատրոնը պետք է արդիական լինի եւ ներկայացնի հանդիսատեսին մեր իրականությունը եւ ինչ որ մի մեսիջ թողի, թե ինչպես չգնալ այդ ճանապարհով, ինչպես մարդ մնալ, ինչպես լինել այլ մարդ եւ ինչպես հոգ տանել դիմացինի մասին։ Այո։ Երբ թե եթե ամփոփեմ մոտավորապես այսքանը, ճակերտները չբացեմ, մնացածը եկեք մեր թատրոն եւ դիտեք ներկայացումը։ Դե շատ հետաքրքիր է ասված, երբ բեմում տեսնում ես այնպիսի վիճակ, որի մեջ ապրում ես ուղղակի մի փոքր ավելի գեղագիտական եւ գեղարվեստորեն։ Հետաքրքիր է նախ արվեստը ընդհանրապես համարձակության մասին է, ավելի ես դրան եմ հակված, որ պետք է լինես համարձակ, որպեսզի կարողանաս ստեղծագործել ավելի ազատ։ Ինչպիսի ռիսկերի եք գնացել այսպիսի ժամանակակից տրամադրության բերելու այս բեմադրությունը, որոնք են այդ ռիսկերը, եթե կան։ Իհարկե կան ռիսկեր, մենք բացահայտ խոսում ենք ամեն ինչի մասին եւ ընդհանրապես ինձ համար յուրաքանչյուր ներկայացում եւ կարծում եմ դերասանների համար յուրաքանչյուր դերակատարում դա ռիսկ է, դա քննություն է եւս մեկ անգամ ապացուցելու արդյոք դու ունակ ես դեռ ստեղծագործելու եւ հետաքրքրելու հանդիսատեսին, թե ոչ։ Ռիսկը արվեստում միշտ կա։ Ես երեկոյան շատ ուշ փորձ հետո տուն էի գնում եւ ինքս ինձ հետ խոսում էի, ասում էի, ինչի պարզ մասնագիտություն չեմ ընտրել, որ առավոտյան գնամ եւ իմանամ կոնկրետ իմ անելիքը, իմ գործը եւ երեկոյան ժամը 6-ին, ինչպես նորմալ, հա, մյուս մասնագիտությունները տուն վերադառնամ, երեկոն լինի իմը, այլ ինձ անընդհատ պետք է ստեղծագործել, անընդհատ պետք է հնարել, անընդհատ ելք գտնել եւ չկա որոշակի ինստրուկցիա, թե ինչպես գործես։ Եվ դրա համար միշտ ստրեսի մեջ ես եւ վերջերս շատ լուրջ
հոկեբանի այսպես կարծիք լսեցի, նա ասաց, որ թե ռեժիսորները, թե դերասանները, ընդհանրապես ստեղծագործող մարդիկ հոկեբանին դիմելու իրավունք չունեն, որովհետև երբ որ իրենք հանդարտվեն, հանգստանան, նրանք այլևս ասելիք չեն ունենա։ Այսպիսի իրավիճակում եմ ես հիմա եւ ոչ միայն ես, այլ ես կարծում եմ թատրոնի ողջ անձնակազմը, ստեղծագործող անձնակազմը։ Խոսենք դերասանների հետ երևի այսքանից հետո դերասանների հոգեվիճակի եւ ապրումների մասին։ Դասական կերպարն է, ժամանակակից կոնտեքստ։ Կերպար, ժամանակակից ամպլուայի մեջ մտնել, դա զգալ, Ելենա, դուք ում կաշին եք հագնելու այս ներկայացման մեջ եւ ինչպես եք ձեզ զգում այդ կաշվի մեջ ժամանակակից մոտիվներով։ Ну, я чувствую себя идеально, потому что, знаете, в 42 года получить роль Офелии, но это надо еще и постараться режиссеру подумать об этом. И, честно говоря, я благодарна за такую возможность. Дело в том, что никогда у меня такой мечты не было, когда мне было 18, ну там Джульетта, все эти роли. Но когда мне 42... Серьезно, 42? Да, солнышко. Да, не иначе. 52. Но когда 42 и вдруг такая история... Спасибо. И вдруг такая история, меня, конечно, это радует. Но хочу сказать о том, что в спектакле я не одна в этом процессе, со мной... Я скорее англерен, потихосаяс, это watch. У меня был монолог на английском языке, отменил, но не на армянском. Так вот, со мной вместе, как отражение, как живая Офелия, великолепная, прекрасная, красивая, молодая, новая актриса в нашем театре. Еще раз хочу сказать добро пожаловать. Ее зовут Анна Хачатрян. Невероятных способностей девушка, невероятная Офелия на сцене. Мы с ней вдвоем. Я как бы где-то мертвая уже, она живая. Не буду дальше говорить, но это нормально. И замечательно исполняет. Что сказать, друзья, у нас процесс... լսել նման դերասանուհուց նոր ասպարեզ մոտ գործած դերասանուհուն ուղղված այսպիսի խոսքեր։ Շնորհավորում ենք, որ այսպիսի մարդկանց հետ նաև աշխատելու եւ խաղալու նույն բեմում։ Բայց հավատացի։ Ես այո, ամեն դեպքում շատ անկեղծ հնչեց եւ բնական։ Ես զարմացած եմ, թե ինչպես կարելի է դերասանը դերասանի մասին այդպես արտահայտել։ Շնորհակալություն ձեզ։ Ինքնաբավ եւ կայացած դերասանուհին միայն կարող է իրեն այսպիսի խոսքեր թույլ տալ։ Шնորհակալություն, Ելենա, կարող եք շարունակել։ Вот у нас великолепный процесс. И хотелось бы сказать о том, что у нас очень большая классная команда. Это сценограф Варгиш Трипилоян, это хореограф Нуна Киракосян, это художница Изабелла Сафронова, это режиссер по свету Гайка Габекян, звуковики наши великолепные, целых два помрежа у нашего великого режиссера. То есть идеальный расклад, мне кажется, вот прям со всех сторон мы можем быть удовлетворены, потому что большая команда, хороший процесс, хороший текст. И уверена в том, что хорошая премьера. Երբ խոսեցիք, պետք է այսպես տեղին է նշել, որ ինսցենիրովկան ես իրականացրել եմ շատ հետաքրքիր մի կնոջ հետ, Նարա Ստեփանյանի մասն է խոսքը, նրա հետ ես երկրորդ անգամ եմ աշխատում, Գանչերովի փոխկիրք իշխանություն ներկայացումը միասին այսպես արեցինք եւ հիմա արդեն Համլետը։ Ես կարծում եմ այս համագործակցությունը շատ հետաքրքիր է, որովհետեւ մենք կարողանում ենք համահունչ աշխատել եւ արդյունքում ստանում ենք հետաքրքիր մեր այսօրվա թատրոնին արդիական տեքստ։ Դե, այո, ապրում ենք այսպիսի օրերում, որ պետք է յուրաքանչյուր մոտեցում արտահայտչամիջոց, դա կլինի ռեժիսորի կողմից, դերասանական եւ թե ընդհանրապես յուրաքանչյուր անձնակազմ պետք է բերի իր նոր շունչը, հետաքրքիր է Էրվին Կլավդիոս, դասական կերպար, ինչպեսի նոր արտահայտչամիջոցներ եք գտել այս կերպարի համար։ Գիտենք բոլորս թե ով է Կլավդիոս։ Այո։ Կլավդի ամենաբազմաշերտ կերպարներից մեկը, հա, Շեքսպիրի Համլետում։ Ինքը ընդհանուր գործն է շատ բազմաշերտ, ես հիշում եմ 2001 թվականին ուսումնասիրում եմ այս գործը, մոտ 30,000 գիտական աշխատություններ, հոդվածներ կար, հիմա պատկերացնում եմ ինչքան է ավելացել։ Ինքը շատ հետաքրքիր կերպար է այն առումով, որ նրա մեջ կա շատ շերտեր, մեկը, ասենք, կարելի է ավելացնել սերը, մեկը պրագմատիկ, պոլիտիկ, ինչու՞ չէ, նաև հա, իր սովիստ
Խիղճը, որը չար մարդու մեջ մեկ-մեկ արթնանում է, որը նաև ինչ որտեղ արդարացնում է, բայց այդ քաղցրությունը Վլաստի եւ Գերտրուդայի ստիպում է իրան Նայինե Պետրոսյանի, հա, շատ հիանալի դերակատարի, հա, որի հետ շատ հետաքրքիր է աշխատել։ Այստեղ կարելի ավելացնել, որ կներես Էրվին, որ չէ, մեզ մոտ Կլավդին չար չէ։ Կլավդին գնում է այն ամենի հետևից, որ պետք է այսօր յուրաքանչյուր տղամարդ գնա դրա հետևից, այսինքն իշխանության եւ դնի նպատակ հասնելու այնտեղ, որտեղ պետք է հասնի, տեխնոկրատ է եւ արդարացնում է իր գործողությունները։ Եվ ես կարծում եմ Համլետը մի պահ արդեն երբ որ հասկանում է թե ինչպես են գալիս իշխանության, մերվում է դրա հետ ինչ որ առումով եւ հասկանում որ հայրը ում համար նա փորձում է վրեժխնդիր լինել, հասկանում է որ հայրը նույն ճանապարհով է եկել գահի եւ այդտեղ մի փոքր հանդարտվում է եւ իր կռիվը արդեն ամբողջ աշխարհի եւ մարդկության հետ է սկսում եւ դրա համար ես կարծում եմ այսօր դա շատ արդիական է, որովհետեւ ցավոք իշխանության գալ այսօր շատ բարդ է հեշտ ճանապարհով եւ առանց արյունի դա աշխարհում այսպես մենք տեսնում ենք որ գրեթե բոլոր իշխանապողությունները եւ իշխանության հասնելը դա մի ճանապարհ է մի բարդ ճանապարհ որտեղ արդար պայքարը շատ հազվադեպ է այո հազվադեպ է եւ այդպիսին է այսօր մեր Կլավդին Ներկայացումը 18+ ֆորմատ ունի որպես այդպիսին, այսինքն հանդիսատեսը պետք է լինի չափահաս Եվ հետաքրքիր է այստեղ ինչն է ինչով է պայմանավորված տեքստերը եւ վիճակը, որը որ ներկայացվում է ժամանակները, թե գաղափարապես պետք է ավելի հասուն լինել ընկալելու համար։ Շատ հաճախ 18+ գրում են, որովհետեւ ներկայացման մեջ այսպես բաց տեսարներ են լինում եւ պատանիներին համար ոչ ցանկալի էսպես, ոչ ցանկալի է, որ իրենք ներկա գտնեն։ Ես կարծում եմ, որ մի քիչ չափազանցել ենք 18+ գրելով, բայց ցանկալի է լինել։ Այնուամենայնիվ կարծում եմ, որ մի փոքր ավելի կյանք տեսած, ապրած եւ այսպես գիտելիքներ ունեցող հանդիսատեսի համար է մեր ներկայացումը, ինքը մատչելի չէ, բայց այնուամենայնիվ ինքը ամբողջական է եւ պարտադիր չէ այսօր մեր հանդիսատեսը շատ քիչ է կարդում եւ ցավոք սրտի մենք այսօր բեմադրում ենք այնպես որ լիովին հասկանալի լինի ինչի մասին է խոսքը ես շատ համլետներ եւ շատ դասական ստեղծագործություններ եմ տեսել իմ կյանքում որտեղ այնքան են հեռացե պիեսից որ եթե պիեսը գործը չիմանաս ոչ մի բան չես հասկանում Բայց ես դա պահում եմ, հատկապես Հայաստանում ես դա պահում եմ, որովհետև գիտակցում եմ, որ ցավոք սրտի, հա, մեր հասարակությունը քիչ է կարդում, հիմա էլ այս պահին գրքի տոնն է եւ մարդկանց անդադ խրախուսում են կարդալ, բայց մենք այդ խնդիրը մեր հասարակության մեջ ունենք, մենք քիչ ենք կարդում, մենք քիչ ենք կրթվում Դե պետք է այո շատ կարդալ, մենք էլ մեր եթերներից միշտ հորդորում ենք եւ այսօր էլ հենց մեր եթերը նվիրված է լինելու մյուս մասը ձեզնից հետո մի անգամ երկու գրքեր ենք ներկայացնելու այնպես որ սիրելի հեռուստադիտողներ այո ուղղակի լինելու համար ժամանակակից պետք է մոտ լինել արվեստին եւ մշակույթին սա առաջին պայմանն ու գրավականն է իսկապես որակյալ միտք եւ հոգի ունենալու համար շնորհակալություն ձեզ շատ ու շատ հաջողություններ Եվս մեկ անգամ նաև Այո, հիշեցնեմ, որ ամսի 27-ին, հա, 3 օր մնաց արդեն, հրավիրում ենք մեր թատրոն, Ստանիսլավսկու թատրոն, որը գտնվում է Աբովյան 7-ասեմ, դիտելու Համլետ կոլապս ներկայացումը եւ ինչու եմ հորդորում գալ թատրոն, հա, այսօր տեխնիկայի այս դարում տանը Netflix ունեցողը կարող է նստել եւ բազմազան, հա, այսպես մենյուի մեջ գտնել այն ամեն ինչ հարկավոր է, բայց ոչ, այսօր պետք է գալ թատրոն, որովհետև հանդիսատեսը պետք է գիտակցի, որ ինքը մասնակից է այդ process-ին եւ իր դիմաց կատարվում է այն, որը եզակի մեկ անգամ է կատարվելու եւ իր հետ
միասին։ Այնպես որ մարդկային շփում ու ընդհանրապես մարդու մասին յուրաքանչյուր վիճակ կենթանի դա թատրոնն է, պետք է այո շփմաններ մասնակից լինել process-ին, արարմանը։ այո Պարոն Շահվերդյան, հաջողություն ենք մաղթում բոլորիդ, նաև այն դերասաններին, ովքեր այստեղ չեն, առասարակ ներկայացմանն ենք մաղթում հաջողություն, բարձր ծափահարություններ, երկար ծափահարություններ ենք մաղթում, ձեր Համլետին էլ երկար կյանք, թող դաջվի եւ լինի առանձնահատուկ, ինչպես շատ այլ Համլետներ այս թատերական իրականության մեջ։ Շնորհակալ ենք։ Ձեզ լավ օր։ կարճատև դադար է այս պահին